Օրհնյալա մեր հայրը, որ երկինք ու երկիր աստեղծե եւ իր մորթու շնորհքով մեզ հավաքել աստեղ։ Ամեն։ Աղբերը բան չթողեց, ինչ որ պետք է ասեի, ասեմ։ Բայց շնորհակալ եմ, շնորհակալություն Տիրոջը, որ միևնույն հոգինա գործում է։ Շատ ուրախ եմ ձեր մեջ լինելու կրկին, սա երրորդ անգամա որ ձեր մեջ եմ։ Շատ ուրախ եմ բոլորիդ համար, որ տենում եմ դեմքեր եւ նոր դեմքեր։ Հարց Տիրոջ գործի համար, որովհետեւ սա ճշմարտապես ոչ թե մարդուց, այլապա Աստծուց։ Որ Տեր իր շնորհքով լեցնի եւ օրհնի եւ առաջնորդի մեզ բոլորիս։ Կակրած գալուց կնոջս ասում եմ այս Տիգրանուի հանունը մենք կարծես ենք ասում sense դիգուշ։ Ասում եմ այս անգամ քեզի պետք է ներկայացնեմ, որովհետեւ այն առաջի պաշտամունքի ներկայացրել եմ որպես սրիչ, մի պետք է ասեմ սրիչի հետ եմ եկել։ Այսօր Արտիրոջը ժողովուրդ ջան, մենք շնորհակալ ենք Աստծուց կատարյալ տենց սրիչների համար, որովհետև դրանով ենք սրվում, որ դեպի պատրաստվենք երկնքի արքայության համար։ Ոնց որ եղբայրն ասեց, ամեն բան նրանից եւ ամեն բան նրանով է։ Եթե չներ Տիրոջ մեծ ողորմությունը, մենք չենք առնել այդ ողորմությունը, որովհետև ժամանակին դարձյալ ու դարձյալ կորսվածներից, կորածներից, մոլորվածներից մեկն էին, բայց Աստված իր որդու շնորհքով ուղղակի ողորմած։ Ողորմած ինձ, իմ ընտանիքը, ողորմած յուրաքանչյուրիս եւ դրա համար միայն պարտական ենք նրան։ Եվ շնորհակալություն Տերից, որ Աստված բազմաթիվ եղբայրներ եւ քույրեր, որովհետեւ դա Աստծո խոսքերից մեկն է կրկին, որ ասեց հավրապատիկը կունենան։ Որ Ֆրանսիայում ես, երկրի որ ծայրերում ուզում ես եղի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Հայաստանի տարբեր քաղաքներում ես այսքան բարեկամներ չէի ունեցել։ Բայց Արտիրոջը, հələ դեռ չիջած արդեն կանչերը կան։ Հա, շնորհակալ եմ, որ կրկին կարող եմ ծառայել ձեր մեջ, Տիրոջ զավակներին, օրհնելու եւ օրհնվելու, որովհետեւ միակողմանի չի լինում դա։ Դա լինում է երկկողմանի։ Շնորհակալ ենք նաև փառաբանության խմբի համար, որ այս օրհնությունը պատրաստել էր։ Կուզեմ Եզեկիելից կարդալ սիրելի Աստծո ժողովուրդ, ցույց տալու Աստծո սերը եւ շարունակել խոսքը։ Եզեկիել մարգարեի միջոցով Տերը մեզ փոխանցում է 36-26-րդ խոսքից, ասում է. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, օրհնյալ լինի Տերը»։ Տերը մեզ նոր սիրտ տվեց։ Բայց մի հատ կարևոր բան կա։ Այդ նոր սիրտը պահել է պետք։ Այդ նոր սիրտը աճեցնել է պետք։ Այդ նոր սիրտը փայփայել է պետք։ Եզեկիելի 36-26 խոսքը 36-26 Եվ ասում է, եւ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը, եւ ձեզ մարմներեն սիրտ պիտի տամ, եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջումը, եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք, եւ իմ դատաստանները պահեք, եւ նրանց կատարեք։ Ամեն։ Ինչ պետք է անի, կամ ով է անողը։ Մենք առաջի հայացքի շատ ժամանակ մեզի թվում է մենք ենք անողը, ժողովուրդ ջան։ Բայց մոռանալով, որ կա հեղինակ եւ այդ հեղինակն է։ Ասում է պետք է անեմ, չի ասում պետք է անեք։ Բայց մեզի բան ունենք անելու։ Շատ ժամանակ հանդիպում եմ երբեմն հավատքի մարդկանց, որ ամեն բան թողում են Տիրոջ վրա, երբեմն ասում են, որ Տերը մեր տեղն է, լավ աշխարհը լավ կլներ։ Մենք էլ գործ չանենք։ Էլ գործ չունենայինք, որովհետեւ ինչ որ պարագանների մեջ դժվարանում են։ Երբ որ գալիս է փորձություն, նեղություն, դժվարություն, մենք դրանցից խուսափում ենք շատ ժամանակ։ Մոռանալով, որ Աստված ինքը ինչ որ բան ունի մեր մեջ անելու, գործ ունի մեր մեջ անելու, այդ գործը հենց այնպես չի լինում։ Եվ այսօրվա թարմ վկայություններից մեկ ընկերոջս այդտեղ են գնում եւ շատ ծանրացած էր, նեղված էր, դժվար էր։ Ասում եմ, երբ որ մի բան մարմինից հանում ես, օտար մարմին փուշ մտնում է մեր մարմին մեջ, հանելուց անգամ ցավում է։ Համ մտնելուց է ցավում ինքը, համ հանելուց է ցավում ինքը։ Բայց ցավից հետո բժշկություն է սառնում։ Նույնը մենք շատ ժամանակ մոռանում ենք, երբ որ Աստված ինչ որ մի բան ստեղծում է մեր կյանքի մեջ անելու, մենք ցավագին ենք տանում։
դժվար ենք տանում տապունջով նեղված, բայց հետևանքը բժշկությունն է եւ ազատագրությունն է եւ նոր սիրտն է, որ Աստված ուզում է մեզի պատրաստի, որովհետեւ ամբողջ Աստծո նպատակն է մեզի կատարյալ անելու սիրելի Աստծո ժողովուրդ։ Մենք տենում ենք օրերը իրականից գնալով, չգիտեմ, ինչքանով ենք կարում հասկանանք կամ տենանք, գնալով ավելի ու ավելի նեղանում է, ավելի դժվարանում է, ավելի կարճանում է, փոթորիկները ավելի են մեծանում, փորձությունները ավելի շատանում են։ Եթե առաջայնացքից նայենք, ասենք հավատացյալի համար ինչ, բայց այս ամենը ներգործում է մեզի մաքրելու համար, մեզի պատրաստելու եւ կատարյալ անելու համար։ Եվ այսօր մենք մտածում ենք մի բան, որ քարեղեն սիրտ կամ Տերն ասեց ինչի պետք է փոխեմ մեր սիրտը։ Ոնց կհասկանանք, կամ ես ոնց եմ հասկանում, ինձ ոնց հասկացրեց Տերը, թե ոնց է փոխում այդ սիրտը։ Հետ եղել է բարակա, որ չկարողանաք ներել։ Չկարողանաք ներել, չկարողանաք համբերել, չկարողանաք սիրել։ Դրանք մեր ադամական բնությունն է, որովհետև ադամական բնությունն ասում է ես չեմ կարող, դա ինք քարեղենն է։ Եվ երբ որ գալիս է իրավիճակը, Աստված ստեղծում է, որպեսզի փշտի այդ սիրտը, որպեսզի մենք կարողանանք ունենանք նրա որդու սիրտը մեր մեջ, որդուն ունենալով մեր մեջ, կարողանանք ներել, կարողանանք սիրել, կարողանանք համբերել, դա է այն ճանապարհը, որ Աստված մեզի պատրաստում է դեպի կատարելության։ Եվ դրա համար շնորհակալ ենք Աստծուն եւ փառք ենք տալի Տիրոջը, չնայելով նեղությունների եւ դժվարությունների, որովհետեւ Պողոս առաքյալը հենց այնպես չի։ Մի շարան թերթում մեզ տալի, որպեսզի մենք կարողանանք դրա մեջ ուժ ունենանք, կարողություն ունենանք եւ գնանք առաջ։ Եվ դրա համար Տերը այլ ավելին մեզ առաջնորդի 37-ի 14-ի մեջ ասում է. «Եվ ես իմ հոգի ձեր մեջ կդնեմ եւ դուք կենթանի Եվ դուք կկենթանանաք, եւ ես ձեզ կկանգնեցնեմ ձեր երկրի վրա, եւ դուք կիմանաք, որ ես եմ Տերս, խոսեցի եւ կատարեցի, ասում է Տերը»։ Այսօր ինչի համար է Տերը ամբողջությամբ իր ժողովրդին հավաքում, ինչի համար այսօր ժողովրդին պատրաստում սիրելի Աստծո ժողովուրդ։ Օրինակ մեր մոտ արթնություն կա շատ մեծ։ Եվրոպայում մեծ արթնություն կա նեղությունների, դժվարությունների պարագայով, որովհետեւ այնտեղ արդեն օղակը շատ նեղանում է, այս համակարգները փոխվում է, թվային գումարներն է գալի, այս ընդհանուր դոկումենտները մեկ են սարքում, ասինքն ժողովուրդը լսել է ժամանակին ինչ-որ սես բաների մասին։ Եվ այսօր հանդիպում է դրանց։ Դա առիթ է, որ արթնանան մարդիկ։ Բայց Աստված գիտի յուրաքանչյուրի հետ ոնց խոսա, յուրաքանչյուրին ինչ ձև մոտիկանա։ Եվ դրանցից մեկը ես եմ, մեկը դու ես, որ այսօր ստեղ ես, այսօր լսում ես եւ պատրաստվելու համար սիրելի Աստծո ժողովուրդ։ Թող Աստված իր շնորհքով եւ ողորմությամբ մեզ յուրաքանչյուրից պատրաստի։ Ես կուզեմ անդրադառնամ այն բուն թեմային, որովհետեւ մենք գիտենք բոլորս Աստծո խոսքը լավ, որ երկնքի արքայություն ինչը պետք է մտնի։ Այսօր սիրիր։ Աշխատի այն Աստվածային սերը թույլտած, որ քո մեջ բարձրանա։ Աշխատի թույլ տաս, որ Աստված քո միջոցով գործի։ Որովհետև եթե այդ սերը չբարձրանա, մենք հույս չունենանք, որ կմտնենք այնտեղ։ Աստծո արքայությունը։ Դրա համար թող Աստծո փառքը փառավորվի եւ Աստված իր սերը մեզի հայտնի անելով, Աստված ցույց տվեց, որ նա մեզ սիրում է։ Հավատում ենք Հովհաննես 3:16, չէ, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Մի հատ հարց. դու սիրում ես։ Աստված քեզ սիրել ապացուցել է։ Հայտնապես ապացուցել։ Դրա անունով ենք հավատված ստեղ, իր որդու անունով։ Հիմա հարցս դեպի քեզ է, քո սրտին։ Մի պահ մտածի, արդյոք ես սիրում եմ Հիսուսին։ Սիրելը նա չէ, որ դες որ եկել ես պաշտամուն։ Սիրելը նա չէ, որ դու բերանը բացեցիր, փառավորեցիր։ Սիրելը դրան չէ։ Այլ ի՞նչն է սիրելը։ Իհուշ կյանքը կատարելը։ Եվ այսօր Աստված մեզանից կարծում ենք, որ նա կկատարի Աստծո պատվիրանները, կկատարի Աստծո խոսքը կկատարի։ Եվ սա է ամբողջ նպատակը, որ յուրաքանչյուր Աստծո զավակ
Աստծո անունը կանչող եւ Աստված որ կանչա դրել ինձ, քեզ, մյուսից կատարենք նրա կամքը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսինքն մեր հավատքը լինի գործնական։ Ոչ թե միայն մեր շուրթերը, այլ մեր ամբողջ ներսը գործնական լինի Քրիստոսի խոսքի մեջ։ Եթե այդ խոսքը գործնական չդառնա մեր մեջ, ճիշտ ժամանակին շատ անգամ մենք կտենանք փորձություններից, կրակներից, նեղություններից հետ կքաշվենք։ Որ նաև ոմանք այսօր Սուրբ Գիրքն ասում ոմանք հավատքից հետ կկանգնեն։ Անօրենությունը մեծանալու ժամանակ մարդիկ հավատքը կթողեն։ Ինչի՞։ Որովհետև իրանց սրտերը չպատրաստեցին։ Կոչը սա է, որ այսօր ձեր ականջը բաց լինի Տիրոջ համար։ Կոչը սա է, որտեղ որ լինում եմ, սա եմ քարոզում, որ մեր սրտերը պատրաստ լինի Տիրոջ համար։ Կոչը սա է, որ կարողանաք այսօր սիրել, կարողանաք այսօր ներել։ Հաստացի կարողանաս ներես, ուղղակի չասես ներում եմ, հենց դիմացի մարդուն տենաս ասես, ես որտեղից հանդիպեց իմ ճանապարհին։ Դու փոխես ճանապարհը, կամ քեզ համոզես, որ դու սիրել ես կամ ներել ես, այլ խորապես քննի քո սիրտը։ Թույլ տուր, որ Սուրբ Հոգին քեզ օգնի այդ հարցում, որովհետև մենք մեզանից իրականից չենք կարող սիրել Աստծո ժողովուրդը, չենք կարող ներել, չենք կարող սիրել, մեր բնությունն է դա։ Մենք կներենք, սիրենք նրան, ով որ մեզի լավն անում, ով որ մեզ բարի անում, ով որ մեզ գովում է, շատ լավ կլինենք։ Բայց Սուրբ Գիրքը մեզ դա չի սովորացնում։ Հիսուսը մի մեջ շարան է տալի մեզ, չէ՞։ Ում համար աղոթենք։ Սիրենք շնամիներին, աղոթենք մեզ նեղացնողներին։ Արդյոք պատրաստ ենք սրա մեջ։ Աշխատում է մեր մեջ սա, սրան կարևոր կետեր է շատ։ Դրա համար թող Տիրոջ փառքը տարածվի մեր մեջ եւ Սուրբ Հոգու զորությունը գործի մեր մեջ։ Սա է այն մարմնեղեն սիրտը, որ Աստված ուզում է մեր մեջ բարձրացնի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Սա է քարեղենը ջարդելու եւ նորը տալու մեզ, որովհետեւ այսօր Աստծո շնորհքը, Աստծո մեծությունը եւ Աստծո սերը անսահման է։ Սրանով Աստված իր սերը մեզ ցույց տվել, բայց մենք այդ մեր սերը պետք է Աստված ցույց տանք, ապրելով նրա կամքը, ապրելով նրա խոսքը։ Եվ ցանկացած իրավիճակների մեջ թող Աստծո շնորհքը այլ ավելին մեզ զորացնի, այլ ավելին հաստատի, որպեսզի կարողանանք կայուն լինել գալիքի համար։ Ոչ մեկ չէր սպասում, որ աշխարհի վրա կգա կովիդ։ Չէ։ Բայց երբ որ կովիդն եկավ, ինչ արեցին։ Շատ մեծ պանիկա։ Հիմա այսօր շատերը չենք սպասում գալիքի համար։ Ասած ասա է, որ Սուրբ Հոգին մեզի պատրաստում է գալիքի համար։ Մենք պատրաստ լինելու համար։ Թող Աստծո շնորհքը այլ ավելին առաջնորդի եւ իր Սուրբ Հոգով լեցնի մեզ։ Սա է այն սերը, որ կուզեմ, որ մեր մեջ մեծանա։ Սա է այն սերը, որ կուզեմ այսօր մենք քայլենք այդ սիրո մեջ։ Ավելին ու ավելին տենալով, որ այսօր կարողանում ես դու ներես կողակցի, կարողանում ես ներես քո քրոջը, քո եղբայրը։ Քեզ չի արգելում մեկը, որպեսզի դու գաս Աստծո տուն, կամ քեզ չի արգելում մեկը, որպեսզի դու այդ վիրավորանքը ինչ որտեղ միտեղ արթուն չեղեք քեզ վիրավորել է։ Սրանք կարևոր բաներ են։ Քո սրտի մեջ չունենաս պահած սրանք։ Այլ կարողանաս քո ամբողջ սրտից թողես, որովհետև քո առաջ կա մեկ նպատակ։ Իմ առաջ կա մեկ նպատակ, որն է այդ նպատակը Քրիստոսի։ Եվ երբ որ այդ նպատակին ձգտում ա դեպի Քրիստոս, քեզ խանգարող բան չի լինի։ Դավիթն ասեց 1000 հոգի կողմից կնեն 10000 հոգի կողմից ինչ չի խանգարի։ Խի նպատակ կար Դավիթին։ Նպատակ կար։ Այսօր ունես այդ նպատակը։ Այսօր եկել ես այդ նպատակով, որպեսզի քո մեջ փոխես։ Եկել ես որպեսզի Տիրոջ խոսքը քեզի հասնի եւ քեզի բժշկի, կառնես։ Իսկ եթե զուտ ես եկել, ուղղակի հենց այնց ես եկել, դժվար է դրա մեջ։ Թույլ տուր, որ Սուրբ Հոգին քեզի գործի։ Թույլ տուր, որովհետև դու ինքդ անոթ ես Տիրոջ համար, դու թանկ ես Տիրոջ համար։ Յուրաքանչյուրս, որ ստեղ նստած ենք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, շատ թանկ ենք։ Անգին։ Մի անբացատրելի գին, որ այսօր շատ անգամ իմ աղոթների մեջ խնդրում եմ Տիրոջը, որ ցանկացած իր զավակին լուսավորի այդ գինը ինքին ճարժի։ Դու Տիրոջ այրանքին ես։
Դու Սուրբ Հոգու տաճար ես։ Եվ այդ Սուրբ Հոգու տաճարը կատարյալ է, մաքուր է, սուրբ է։ Սա է Աստծո նպատակը մեր համար, որ այն ինչ որ պատրաստել է, այն ինչ որ կամենում է տենա մեր մեջ, նա գործի մեր մեջ։ Դրա համար փառավորվի Հայրը ավելի։ Սրբությունից սրբություն գնալու համար։ Իմ համար այն վերջի ժամանակների խոսքն է, որ ասում է արդարը թողել արդարանա, սուրբը թողել սրբանա, անօրենը էլ ավելի։ Մենք որտեղ ենք։ Եթե սրբության ճանապարհի մեջ ենք, էլ ավելին պետք է անենք։ Իրավունք չունենք կանգնելու։ Սա է կոչն ու հորդորանքը Տիրոջ բոլոր զավակներին, թե այստեղ, թե այնտեղ, որ ավելի ու ավելի քաջանանք, ավելի ամրանանք եւ մեկս մյուսի կարողանանք ինչ անենք, օգնենք։ Որովհետեւ ասում է, մեկ տեղ հավաքվելը բաց մի թողեք, ինչի համար։ Եթե այսօր քո մեջ սերը չմեծանա, դու չես կարող այն կողինիդ օգնես։ Եթե քո մեջ սերը չբարձրացնես, չես կարող նրա մասին հոգ տանես։ Եթե սերը չբարձրանա, անկածին չես կարող բարձրացնել։ Սրանք կարևոր բաներ են, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այլ ընդհակառակը կուրախանաս ընկնելու վրա։ Այ ինձ իսենց ասես տրամարը պատժվեց, գիտես։ Եթե մեր մարդկային բնությունն է, երբ ուրախանում ենք ընկածի վրա։ Բայց այսօր Աստծո սերը կատարյալ լինելով մեր մեջ թույլ տալով կատարյալ բարձրանալու, մենք ցավ պետք է ունենանք։ Աղոթելու, օգնելու, բարձրացնելու եւ կանոնեցնելու։ Սա է մեկս մյուսի օգնությունը, սա է մեկս մյուսի կանչը, որովհետեւ Աստված մեզ հենց այնպես չընտրեց երկրի վրա։ Հիշի դու Տիրոջ անոթ ես եւ դու ընտրված ես։ Դու հենց այնպես չես կանչված։ Քո սիրուն աշկերի համար չի Աստված կանչել։ Քո սիրուն դեմքի համար չի Աստված կանչել, դու Տիրոջ համար ընտրված ես։ Դեր երկինքն ու երկիրը չստեղծված դու ընտրված ես։ Կհավատաք թե չեք հավատա, դա հայտնություն ունեմ ես։ Հայտնություն ունեմ իմ համար եւ ցանկացած տիպը զավակի համար։ Որովհետեւ դեր չստեղծված Աստված քեզ ընտրել է։ Քեզանով ուրախացել է։ Դա Հիսուսի խոսքերն է։ Իմ ուրախությունն է իմ մարդկանց որդիները։ Եվ այդ ուրախությունը կատարյալ անելապետ։ Ինչքան ենք ուրախանում, մենք ծնողներս, երբ որ մեր երեխեքը ինչ են անում, ես հնազանդ թե անհնազանդ։ Հնազանդ չէ։ Ինչքան ենք ուրախանում, ինչքան ենք պարծենում, միտեղ էլ մեզի լավ ենք զգում Մուրադի նման։ Չէ։ Աստված առավել ևս։ Երբ որ թույլ ենք տալիս սերը բարձրանում ամեն մեջ, երբ որ հոգ ենք տանում մեկս մյուսի համար, սրանով ենք ուրախանում, սրանով է մեր Հայր ուրախանում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Դրա համար թող Տերը օգնի եւ օգնական լինի, որ ցանկացած ժամանակ հիշես քո կողակցինը, այն քո կողքի քույրը, եղբայրը, թանկին ավճարված, նրան լավ աչքերով նայես։ Լավ աչքերով նայես, ցավով նայես, աղոթքով, որպեսզի անկում չունենան։ Սա է մեր նպատակը, Տիրոջ զավակների նպատակը։ Եվ Աստված մեզ կանչ դրեց, որպեսզի իր լույսը կարողանանք տարածենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Որովհետև մենք են նաև գործիք ենք Աստծո համար։ Իր լույսը տարածելու համար։ Բայց լույսը ոնց տարածենք, եթե թույլ չտանք այդ լույսը մեր մեջ մեծանա։ Այսօր աշխարհը խոսքի կարիք չունի, ճշմարիտ ասեմ։ Երբ որ տարիներ առաջ ինձ Աստված կանչեց, մի հարցով ասի թե գնամ թե չգնամ, ասես գնա, բայց չքարոզես։ Ասի ո՞ց գնամ չքարոզեմ։ Ասեց հա, գնա, բայց չքարոզես, չխոսաս։ Իմ համար ընկավ հանելուկների մեջ։ Սուրբ Հոգին ինչ ասում, գնա չքարոզես։ Ասեց այսօր աշխարհը խոսքի կարիք չունի։ Քեզանից լավ գիտեն իրանք Աստծո խոսքը։ Դաժե երբեմն համոզվելու համար, հələ մի բան նես մեր ասում, հավատացյալին գրված չի, որ սենց չանեն։ Քեզանից լավ գիտեն, ինձանից լավ գիտեն այդ խոսքը իրանք։ Ասեց, բայց իրանք, երբ որ խոսքը չխոսած այլ ապրես, դրանք կարիք ունեն իրանք։ Այսօր յուրաքանչյուրիս կոչն է, որ ապրենք այդ Քրիստոսի, այդ լույսը տարածենք Քրիստոսի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Սա է հորդորանքս, սա է իմ կոչը, որ այսօր չվախենալ, չթուլանալ, ձեր ձեռները չկախեք, այլ ապրեք, ձգտեք ապրելու Քրիստոսին, ձգտեք ապրելու այն լույսին։ Դու ամեն առավոտ զարթնի ասա, ես Սուրբ Հոգու տաճար եմ։
Եվ քայլելուց մտածի, որ դու Սուրբ Հոգու տաճար ես, դու իրավունք չունես այդ տաճարը ինչ որ մի բանով ախտոտելու։ Ես միասին օրտնված է տաճարներով։ Հələ քայլեք տեսեք այդ տաճարների մեջ ինչ որ մի օտար բան գտնում ես։ Չէ, ամեն ինչ իր տեղին sense։ Անկամ այն աշխարհիկներ, որ մի բան են չես անում, հանդիմանում ա քեզ, ասում ա չի կարել, էսի Աստծո տունը։ Մենք էսի հասկանում ենք, մենք Աստծո տուն ենք։ Ձեր մեջ պետք է բնակվեն եւ ձեր մեջ պետք է քայլեն։ Եվ թույլ տանք այդ լույսը տարածվի, որպեսզի խավարը ճիշտ ժամանակին, երբ որ այն փոթորիկը գա, վազեն դեպի այդ լույսի սիրելի Աստծո ժողովուրդը։ Դրա համար շատ կարևոր է կյանքի ձգտումը։ Եվ Տերս ժամանակի մեջ ցենց սովորացնելով է մեզի բերում, կրթում, դաստիարակում, որ ինչքան կարևոր ենք երկրի համար, աղ լինելու եւ լույս լինելու համար։ Ամեն։ Այդ տներից Ֆրանսիա շատ հեռու չի, անտառ ունենք, մեծ անտառը։ Երբեմն մոլորվում ես այդ անտառը մեջ, որ քայլում ես, մի օր դες քայլելով մութ արդեն ընկավ։ Քանի որ քայլում շատ հեռվից երևաց այդ լույսը։ Ինչքան երևաց, այնքան ավելի ձգտեցի, որ հասնեմ այդ լույսին, այդ մթից դուրս գալու համար։ Եվ այդ ձգտման մեջ Սուրբ Հոգին շշնջաց։ Ինչքան լավ է, որ լույս ես տենում, չէ՞։ Ձգտում ես դեպի լույսը։ Գիտես ինչքան խավարի մեջ մարդիկ ունեն, որտեղ ձգտում են լույսը, բայց այդ լույսը դժվար են տենում։ Ապրեք լույս, որպեսզի խավարից այն մարդիկ, որ ձգտում են դեպի լույսը, փափագեն դեպի լույսը։ Թող Տիրոջ շնորհքը մեր մեջ բարձրանա եւ նրա Սուրբ Հոգին լցնի մեզ, սիրելի Աստծո ժողովուրդ, որովհետեւ ինչ որ կամ նրանով ենք եւ ինչ որ կլինենք նրանով կլինենք։ Եվ նա է մեր մեջ գործողը, նա է մեզի սովորացնողը, նա է մեզի կրթողն ու դաստիարակողը, եթե միայն խոնարհվում ենք նրա առաջ։ Արաբանության ումը շատ հետաքրքիր ասես խոնարհվենք Տիրոջ առաջ։ Ինչի խոնարհվենք, որպեսզի նա բարձրանա։ Մենք չբարձրանանք, նա բարձրանա, սիրելի Աստծո ժողովուրդ։ Սա է այն սիրտը, որ Աստված ուզում է։ Դրա համար ասեց իմ ամբողջ նպատակն է նորից Եդեմյան պարտեզ ստեղծել։ Ոնտղեչակերտների մեջ ասեմ այդ։ Այն կապը, այն հաղորդությունը, որ ունեի ես Ադամի հետ։ Իմ փափագը դա է, որ նորից մարդու հետ ունենամ այդ կապը։ Ամեն օրվա հանդիպումը։ Ոչ թե ասեմ իմ զավակուր ես, ասի պահկվել եմ քեզանից։ Ինչի ես պահկվել։ Սխալ բան արեցի։ Ամաչեցի։ Այլ այսօր հպարտ լինի դեպի Աստված։ Մեր սրտերը բաց դեպի Քրիստոս սիրելի Աստծո ժողովուրդ։ Թող Տերը մեզի օրհնի եւ զորացնի եւ իր Սուրբ Հոգով լեցնի մեզ։ Հույսով եմ եւ վստահ եմ, որ այսօր Աստված մեծ բան ունի մեզ համար պատրաստած։ Եվ մեր սրտերի համար պատրաստած։ Որովհետեւ այն Աստվածը, որ երկինք ու երկիր ստեղծել եւ մեզ կանգնացրել է իր առջև եւ տվել է իրավունք, որ հավաքվենք այս վայրում, ես վստահ եմ, որ Աստծո ներկայությունը եւ Սուրբ Հոգու զորությունը ինքը ունի մեր մեջ։ Երբ որ մենք թույլ ենք տալիս, երբ որ մենք սկսում ենք հարց տալ, ես շատ եմ սիրում կարելի ասել մարտնչել Տիրոջը։ Միշտ փնտրել, միշտ չառնեմ, խի։ Անմիջական եմ սիրում Տիրոջ հետ լինել։ Մանուկի նման եմ սիրում Տիրոջ հետ լինել։ Ոնց որ տարիներ առաջ Սուրբ Հոգին, չգիտեի ինչ բան է, բայց երբ որ գրգռեցին ինձ Սուրբ Հոգով եկել ենք մկրտվելու, ասելով Աստված չեմ հասկանում սրանք ինչ են ուզում, դե եթե ունես դրանից ինձ եք դու։ Եվ ճիշտ հակառակ Աստված տվեց։ Այն ով որ եկել էր մկրտվելու նա ինքը չարա, բայց ես արա։ Եվ տես շատ բաներ, որովհետև սիրում եմ անմիջական լինել։ Եվ մարդ եմ կարա ընկնելու մեջ կանում եմ Տիրոջ առաջ ասում եմ Տեր ընկել եմ։ Նրան հաջողվեց, բայց այս անգամ չի հաջողվի։ Հաջողվեց ինձ խաբել, բայց այս անգամ չի հաջողվի Սատանա։ Ինչի համար, որպեսզի համարձակություն ունենանք տենանք Տիրոջ շնորհքը, մեծությունը։ Նրա ամեն մի կաթիլարինը շատ թանկ է եւ դու նրա արյան կաթիլիկ լինես։ Եվ դրանով Աստված ուզում ինձ եւ քեզ լյովին փոխի նոր արարած անի սիրելի Աստծո ժողովուրդ։ Նոր մարդ անի, նոր Քրիստոս անի, երկրի վրա քայլելու նրա որդու լույսը տարածելու, համն ու հոտը լինելու,
Ոչ թե աշխարհի օծանելիքները, որոնց փչեցին ընդ պրծավ մի որոշ ժամանակ հետո, այլ Քրիստոսի անուշահոտ բուրմունքը։ Ամեն։ Որ որտեղ որ քո ոտքը լինի նա բուրմունքը տարածվի։ Մեր Աստվածը դա է ասում մեզանից։ Եվ ես հավատում եմ, որ մենք այստեղ է գալի այդ սերը, որ ես հասկանում եմ, սիրում եմ նրան, թե չեմ սիրում։ Որովհետև նրանով եմ բռնեց, սիրում եմ Աստծուն, թե չեմ սիրում։ Սիրում եմ, որովհետև մարմինն արհամարում եմ, նրա ցանկությունները, նրա մտքերը, նրա հրապուրանքները։ Իսկ մարմինը միշտ պատրաստ է կանգնած քո կողքին միշտ։ Սենց ասեմ այդ միտքը։ Ադամական բնությունը միշտ խաբելու։ Բայց փառք Տիրոջը Սուրբ Հոգու համար, նրա խրատի եւ խորհրդի համար, նրա խոսալու համար եւ նրա հանդիմանելու համար, նրա բժշկության համար, որ ամեն բանից մեզ սովորացնում է եւ տանում է դեպի առաջ սիրելի Աստծո ժողովուրդ։ Դրա համար գիտեմ, որ այսօր Աստված բոլորը տվել է նոր սիրտ։ Եվ կուզեմ Քրիստոսով այդ սիրտը անում պահեք։ Զգուշ լինեք այդ սրտի համար։ Աշխատեք այդ սրտի հետ։ Աշխատեք այդ մարմնեղենից ազատվելու, կատարելության մեջ պահելու եւ սրբության մեջ պահելու։ Սա է այն ցանկը, որ կդնեն Քրիստոսով, որպեսզի նա բարձրանա եւ նա փառավորվի սիրելի Աստծո ժողովուրդ։ Ո Աստծո շնորհքը ել ավելին ու ավելի մեծանա մեր մեջ։ Թույլ տան, որպեսզի Սուրբ Հոգին ներգործի մեր մեջ։ Ինչքան հաղորդակից լինենք Աստծո շնորհքին, այնքան կտենանք նրա փառքն ու նրա մեծությունը։ Ինչքան խոնարհվենք նա կբարձրանա մեր մեջ։ Թող Աստված օրհնի, զորացնի, քաջացնի բոլորիս եւ իր Սուրբ Հոգու զորությամբ լցնի մեջ մեզ։ Աղոթենք